Մենք մի քանի շաբաթ հետևել ենք նախապատրաստական աշխատանքներին, ինչպես կենտրոնական, այնպես էլ տարածքային եւ տեղամասային մակարդակներում, մասնակցելով տարբեր մակարդակներում անցկացող հանրային նիստերի եւ վերապատրաստումների մեծ մասին եւ կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ ընտրությունները լավ կազմակերպված էին եւ վարչարարվել են բավականին պրոֆեսիոնալ կերպով։ Կահան եւ տեղական ինքնակառավարման ներողություն տարածքային ընտրական հանձնաժողովները ընդհանուր առմամբ իրենց աշխատանքում գործել են թափանցիկ եւ անաչառ կերպով։ Նիստերը բաց են եղել դիտորդների համար եւ հեռարձակվել են առցանց, իսկ որոշումները հրապարակվել են։ Մեր 30 երկարաժամկետ դիտորդները երկրի տարբեր հատվածներում մասնակցել են 120 քարոզչական միջոցառումների եւ դիտարկել ավանդական քարոզչության այլ ձևեր եւս ուսումնասիրվել են։ Քարոզարշավը շատ աշխույժ եւ հիմնականում խաղաղել, ինչպես առցանց, այնպես էլ ողջ երկրում։ Միաժամանակ կարող եմ ասել, որ եղել է խիստ բևեռացված եւ արճակատային, ուղեկցվելով բարբերաբար հնչող պառակտիչ եւ սադրիչ հռետորաբանությամբ։ Սակայն մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդները անմիջականորեն արձակագրել են եւ ստացել բազմաթիվ հաղորդումներ, որոնց մի մասը գնահատվել է որպես արժանահավատ ընտրողների, այդ թվում հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների եւ խրախուսումների վերաբերյալ։ Քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով հիմնականում հենց իշխող կուսակցության կողմից։ Վերջերս ներդրված կամ նախաձեռնված սոցիալական եւ տնտեսական միջոցառումների հետ միասին սա ել ավելի շահեկան դիրքում է դրել իշխող կուսակցությանը։ Մեր երկարաժամկետ դիտորդները նաեւ Երևանից եւ մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ, որոնք նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը։ Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, հետաքննություններին եւ կալանավորումներին։ Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա, մասնակցելու ընդդիմության կողմից նախաձեռնված միջոցառումներին։ Մեր հատուկ մոնիթորինգային խումբը հետևել է Facebook-ի, Instagram-ի եւ Telegram-ի մի քանի տասնյակ հաշիվների, որոնք լայնորեն օգտագործվել են։ Ինչպես անցանց քարոզարշավը, այնպես էլ առցանց քարոզարշավը եւս եղել է արճակատող եւ պառակտող, ներառելով տեխնացուների միջև անձնական հարձակումներ, ինչպես նաեւ արտաքին կապերի վերաբերյալ մեղադրանքներ եւ դավադրապաշտական նարատիվներ։ Մենք նաև արձանագրել ենք արհեստական բանականության միջոցով ստեղծված մտաշահարկային եւ արհեստականորեն տարանցված բովանդակություն մրցակիցներին վարկաբեկելու, ինչպես նաև ընտրական մասնակիցների երրորդ կողմերի կողմից մրցակիցներին վարկաբեկելու նպատակով մտաշահարկային այսպիսի դրսևորումներ։ Անդրադառնալով քարոզարշավի ֆինանսավորմանը, մենք արձանագրել ենք քաղաքականության եւ ֆինանսների միջև կապի վերաբերյալ շարունակվող մտահոգություններ։ Կանոնակարգերը բարելավել են, սակայն շարունակում են մնալ կարևոր բացեր թե կարգավորման, թե կիրառման ոլորտներում։ Երրորդ կողմի քարոզարշավը որևէ կերպով չի վերահսկվել եւ վերահսկող մարմինների կողմից հրապարակվող ֆինանսական տեղեկությունները ներկայացվել են այնպիսի ձևով, որը սահմանափակել է հանրության կողմից դրանց արդյունավետ ուսումնասիրությունը մինչև քվեարկության օրը։ Լրատվական միջավայրի վերաբերյալ մեր գնահատականը հիմնված է համակարգված մեդիա մոնիթորինգի վրա։ Դիտարկված լրատվամիջոցների մեծ մասը տարածել է փոխադարձ մեղադրանքներ եւ քարոզարշավի պառակտիչ հռետորաբանություն։ Ընտրական մրցակիցների ծրագրերի բովանդակային վերլուծությունը սահմանափակ է եղել եւ հանրային հեռարձակողը ցուցաբերել է ակնհայտ կողմնակալություն հօգուտ իշխող կուսակցության, ինչը հակասում է իր հանրային առաքելությանը։ Միևնույն ժամանակ որոշ մասնավոր լրատվամիջոցներ ցուցաբերել են հակառակ միտումը, կառավարությանը ներկայացնելով բացասական լույսի ներքո եւ
առավելապես նպաստավոր կերպով լուսաբանելով ընտրված ընդդիմադիր մրցակիցներին։ Ներողություն։ Այս ամենը սահմանափակել է ընտրողների հնարավորությունը ստանալու անաչառ եւ վերլուծական տեղեկատվություն ընտրական մասնակիցների մասին։ Ի վերջո ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել հատուկ համակարգողին եւ խորհրդանական պատվիրակությունների ղեկավարներին, որոնց հետ մեծ հաճույքով եմ համագործակցել, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության եւ առաջնորդության համար։ Ժմիկը կշարունակի համագործակցել ազգային ընտրությունների իշխանությունների հետ նաև ընտրական գործընթացի ավարտից հետո, այդ թվում հրապարակելով վերջնական զեկույցը, որը կներառի առաջարկություններ ապագա ընտրական գործընթացների բարելավման նպատակով։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին հրավերի եւ մեր առաքելության հետ արդյունավետ համագործակցության համար։ Վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին, որի հետ աշխատել եմ վերջին 6 շաբաթների ընթացքում, նրանց մասնագիտական կարողությունների եւ աջակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր հայ գործընկերներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ մեր աշխատանքը Հայաստանում։